Ուրբաթ օրը վաղ առավոտյան Իսրայելի կառավարությունը հաստատեց Գազայի տարածքում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման գործարքը, սկիզբ դնելով համաձայնագրի առաջին փուլին։ Միաժամանակ հազարավոր տեղահանված պաղեստինցիներ նույն օրը ոտքով անցան Գազայի անապատներով, որ ժամ առաջ հասնեն իրենց լքված տների ավերակներին։ Շաբաթ օրվա տվյալներով շուրջ 250,000 անձ արդեն վերադարձել է։ Փառք Աստծուն, աննկարագրելի զգացողություն է։ Դուստրս գանգոսկրի կոտրվածք ունի, նա վիրավորվել է պատերազմում։ Աստծո կամոք ես կկարողանամ բուժել իմ զավակին եւ սա կլինի մեր տառապանքների վերջը։ Մենք շատ ուրախ ենք, որ պատերազմը դադարել է։ Թրամփը եւս հույս ունի, որ պատերազմը վերջնականապես դադարել է։ Նրանք բոլորը հոգնել են կռիվներից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը. Երկուշաբթի օրը պատանդները վերադառնում են։ Նրանց հենց հիմա են դուրս բերում։ Նրանք գտնվում են բավականին վատ վայրերում, հողի տակ։ Դուրս են բերում նաև մարմինները, մոտավորապես 28 մարմին։ Եվ այդ մարմիններից մի քանիսը հենց հիմա, երբ մենք խոսում ենք, հողից հանվում են։ Իսրայելի եւ Համաս զինյալ խմբավորման միջև հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ծրագրի առաջին փուլում իսրայելական զորքերը 24 ժամում հեռանում են Գազայի հիմնական եւ խիտ բնակեցված հատվածներից, սակայն կշարունակեն վերահսկողություն պահել կարևոր համարվող հատվածներում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական ուժերը մնում են Գազայում, ապահովելու Համասի զինաթափումը։ Այսպիսով մենք բռնել ենք Համասին ամեն կողմից, նախքան ծրագրի հաջորդ փուլերը։ Համասը զինաթափվում է, իսկ Գազան ապառազմականացվում։ Եթե դրան կարելի է հասնել հեշտ ճանապարհով, շատ լավ, եթե ոչ, դրան կհասնենք դժվար ճանապարհով։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստվում է Թրամփի երկուշաբթի օրը սպասվող այցին, որը պաշտոնյաների խոսքով կներառի ելույթ Իսրայելի խորհրդարանում։ Սա կլինի ԱՄՆ նախագահի առաջին ելույթը Քնեսեթում 2008 թվականին Ջորջ Բուշ կրտսերի այցից հետո։ Թրամփի ծրագրի հաջորդ փուլը միջազգային մարմնի խաղաղության խորհրդի ստեղծումն է։ Այն կղեկավարի ինքը՝ Թրամփը։ Համասն այս ծրագիրը անվանել է օտարերկրյա խնամակալություն, հավելելով, որ Գազայի կառավարումը զուտ ներպաղեստինյան հարց է։ Իսրայելի կառավարությունը Համասի հետ հրադադարը վավերացրել է ուրբաթ առավոտյան։ Իսրայելական զորքերի դուրսբերումից հետո Համասը 72 ժամ ունի իր պահած 20 ողջ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։ Գործընթացը արդեն մեկնարկել է։ Գրեթե բոլոր դեպքերում միմյանց հակադրվող Համասն ու Իսրայելը այս դեպքում համակարծիք են, փոխանակումը ժամանակ է պահանջելու եւ նաեւ որոշակի խստություն։ Այդ ընթացքում սադրանքները բացառելու համար։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։